Փոքրիկ նախերգանք այն ամենի, ինչ մեզ սպասում է առաջիկա 5 տարիներին խորհրդարանում։ Երևանի ավականու այս նստաշրջանի վերջին նիստում կրքերը բորբոքվեցին, հնչեցին հայհոյանքներ ու վիրավորանքներ։ ՔՊԱ-կանների եւ Մայր Հայաստան խմբակցության անդամների միջև վեճը վերածվեց ծեծկռտուքի։ Կրքերը միջանցքում փորձում է հանդարտեցնել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը վեճի բռնկման ժամանակ դահլիճում չէր։ Վեճը սկսվեց, երբ ընդդիմադիրները ԿՊԱ-կաններին մեղադրեցին խորհրդարանական ընտրություններում ձայներ գողանալու համար։ Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էլ կալանավորված Անդրանիկ Թևանյանի մեղադրանքը հիշեցրեց։ Մի րոպե խոսում եմ։ Դու գնացեք ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վերվեր չթռնեք ելույթների ժամանակ։ Սուս կմնաք ելույթների ժամանակ։ Արմենակ Դանիելյան, ձենդ իջսրա։ Արա լսի այդտեղ են դու ես այդտեղ արա։ Հանգստացու դավայ ստուց։ Դուրս կելնես կասեմ քեզ ինչ։ Նիստերի դահլիճում միմյանց վիրավորելուց ու հայհոյելուց հետո ԿՊԱ-կան Միքայել Խաչատրյանը որոշեց գերլարված վիճակը շիշ նետելով հանդարտեցնել։ Համենայն դեպս իր արարքն այդպես բացատրեց։ Ամեն ձեները թելեկադրեք միակ։ Իմ շիշ շպրտելը, ինչպես դուք եք ասում, չի ուղղված եղել կամ միտված եղել ինչ-որ մեկին, հանդարտության կոչ ա եղել, կարելի ասել։ Հանդարտության այսօրինակ կոչերից հետո դահլիճում սկսվեց զանգվածային ծեծկռտուք, կանայք զերծ չմնացին։ Ակտիվ էր հատկապես ՔՊ-ին անվերապահորեն սատարող Հանրապետություն կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։ Նիստը դադարեցրեք 30 րոպեով։ Իշխանականների թիրախում հայտնված Մայր Հայաստան խմբակցության անդամ Սարգիս Տեր-Ստեփանյանը քաղաքապետարանից մյուզեյմի տաղավար հասավ դեմքին տեսանելի կապտուկներով ու վնասվածքներով։ Կատարվածը նա որակեց որպես բացահայտ հարձակում։ Նաև իրենք հնչեցրեցին նման խոսույթ իրենց ավականին է, որ դուք գալու եք ազգային ժողով դառնաք բոքսի տանձ։ Մեզ վախեցնում են, ասում են դուք գալու եք դառնաք բոքսի տանձեր։ Ու իրանք այդ բոքսի տանձ խոսույթը, այդ երևույթը բերեցին ավականի, որ մեզ ծեծեն, որպեսզի ցույց տան, վախեցնեն, որպեսզի ազգային ժողովի այս նոր падգամավորները վախենան։ Տեր-Ստեփանյանի համոզմամբ իշխանությունը ընկճված է ընդդիմության միավորումից, դրա համար է անցել սադրանքների, զրպարտանքների եւ բռունցքների։ Իրենք հասկացան, որ պարտվեցին հավաքական ընդդիմությանը։ Քաղաքական վերնախավը ոհմակը հրահանգ տվեց ոստիկաններին, որոնք իրավունք չունեին մեզ խփեն, ու ոստիկանները սկսեցին անվտանգության աշխատողները իրենց սկսեցին մեզ ծեծել։ Ավինյանը մոտեցավ այդ կռվի մեջ, բայց ինքն էր այս ամեն ինչի մեղավորը։ Ինքը արտոնեց, ինքն է արտոնում այս կռիվները, սա առաջի դեպքը չի։ Ագրեսիվ էր քաղաքապետի ամփոփիչ ելույթը, սեփական թիմակիցների պահվածքը դատապարտելու փոխարեն նա ընդդիմությանը հրապարակավ սպառնաց հաշվեհարդարով, բառացիորեն խոստանալով կաշիները քերթել ընտրակաշառքի համար։ Հենց այս սենց պետք է ընտրակաշառքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխները ջարդեիք ու հիմա էլ կաշիներդ քերթվելու է։ Բոլորինդ, բոլոր ընտրակաշառք բաժանողներինը։ Կաշիները քերթվելու է։ Ես ձեզ խոստանում եմ։ Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էլ լրագրողների հետ զրույցում կատարվածի ամբողջ պատասխանատվությունը բարթեց ընդդիմության վրա։ Իր իսկ սպառնալիքներն ու պոթկումը համարեց ընդամենը մարդկային իրավիճակ։ Այսպես են վերջին շրջանում իրենց պոթկումները բացատրում ԿՊԱ-կանները։ Տենց եմ, ես կրքոտ հռետոր եմ, հարգելի գործընկերներ։ Դե հիմա երբ որ կրքերը բորբոքվում են, հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, գիտեք որ մի փոքր անկառավարելի վիճակ է ստեղծվում, բայց փառք Աստծո վիճակին ինչ-որ մի պահի սկսած կառավարելի դարձավ։ Ամեն դեպքում մարդկային իրավիճակ է, երբ որ մարդուն վիրավորում են, նյարդերը տեղի է տալիս եւ դառնում է ստանում ենք այն, ինչ ստանում ենք։ Իշխանության ներկայացուցիչները կարծես խնդիր չեն տեսնում, որ քաղաքապետարանի պաշտոնյաներն ու վարչության պետերը ներգրավում են ձեռնամարտի մեջ։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կատարվածը բացատրեց նրանով, որ ընդդիմությունը չի տիրապետում քաղաքական բանավեճի հմտություններին։ Եթե հնչում է քաղաքական սուր ելույթ, քաղաքական գործիչը, որը ասում է ես քաղաքական գործիչ եմ, գալիս է Երևանի ավականու անդամադառնում, ԱԺ падգամավորադառնում, պետք է իմանա, որ այդ ժամանակ պետք է ունակություն ունենա, լռի, տեղից չգոռա, երկրորդը պատրաստի իր ելույթը դուրս գա այդ նույն ամբիոնից, նույն քաղաքական սուր ելույթով պատասխանի։ Մարդիկ, եթե այդ էլեմենտար քաղաքական գործունեության այբուբենը չեն տիրապետում ու ուզում են լինեն քաղաքական գործիչ, այս է լինում, ինչ որ լինում է հիմա։ Նախ ես խստորեն դատապարտում եմ ծեծկռտուկը, երկրորդը համայնքային ուրեմն կառույցների աշխատակիցները հարձակվում են արդեն որ երրորդ դեպքն է, հենց այս նույն տեղը ավականու անդամներին
ծեծում են, այսինքն դա մենք ո՞նց հասկանանք։ Դա խիստ դատապարտելի է եւ անընդունելի է առհասարակ ծեծկրտուկը, բայց եթե նույնիսկ լինել է փոխանակ բաժանեն, մի հատ էլ կռիվ են անում, մի քիչ իմ համար այդ անհասկանալի է եւ անընդունելի։ Այո, առաջինը քաղաքացիական պայմանագրի անդամակցել։ Եթե իրանք գնում են պետությունը տենց ավտորիտար, բռի, ուժով կառավարելու ուղղվածության, դա լինելու է կամ տոտալ հաղթանակ, օրինակ, ենթադրենք բոլշևիկների նման, կամ հակահեղափոխություն, եղել ինչ են դրդում պետությունը ինչ որ տենց բանի, հա, քաղաքացիական բաների, կռիվների կամ ինչ որ բախումների։ Ծեծկատուկից հետո Մայր Հայաստան խմբակցության անդամներն այլևս չկարողացան մասնակցել նիստերին, հասարակական կարգը պահպանողները նրանց թույլ չէին տվել վերադառնալ քաղաքապետարանի շենք։